Եվրահանձնաժողովը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին զգուշացրել է, որ մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու համար նրա այցը Մոսկվա կարող է բարդացնել Սերբիային ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը, ով նախազգուշացումը Վուչիչին է փոխանցել ապրիլի 29-ին Սերբիայում կայացած հանդիպմանը։ Եվրահանձնաժողովը մնում է այն դիրքորոշմանը, որ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները չպետք է սերտ հարաբերություններ պահպանեն Ռուսաստանի հետ։ Կարծես ոչինչ չի եղել։ Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ Սերբիան կհաստատի ռազմավարական առաջնահերթությունները։ Հիշեցնենք, որ Սերբիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2009 թվականին, իսկ թեկնածուի կարգավիճակ ստացել 2012 թվականին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ իրեն իբր հաջողվել է փոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի մասին։ Թրամփը չի բացառել, որ կարող է փոխել իր մոտեցումը Պուտինի նկատմամբ։ Այս հայտարարություններն են արել Axios պորտալի աղբյուրները։ Զելենսկու խորհրդականները բաժանվել էին կարծիքների մեջ, թե արդյոք նա պետք է ռիսկի դիմի դեմ առ դեմ հանդիպման Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած աղետից հետո։ Սակայն դրանից հետո Զելենսկին զգաց, որ առաջին անգամ հաջողվել է փոխել Թրամփի կարծիքը Պուտինի մասին, ասվում է հրատարակության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Զելենսկին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից առաջ ազդանշաններ է ստացել այն մասին, որ Թրամփը պատրաստ է նրա հետ հանդիպել կուլիսներում։ Աղբյուրների համաձայն հանդիպման ժամանակ Զելենսկին Թրամփին ասել է, որ Պուտինը չի նահանջի, եթե Թրամփը ավելի շատ ճնշում չգործադրի։ Թրամփը պատասխանել է, որ հնարավոր է ստիպված լինի փոխել իր մոտեցումը Պուտինի նկատմամբ, ասել է աղբյուրներից մեկը, գրում է պորտալը։ Ավելի վաղ նույն հրատարակությունը հայտնել էր, որ Հռոմում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Թրամփը հասկացրել էր, որ չի պատրաստվում հրաժարվել Ղրիմը ռուսական ճանաչելուց։ Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել։ Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը վերնագրով բանաձևը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, այդ թվում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտում իրականացված բարեփոխումները։ Ընդունված բանաձևով ԵԺԿ-ն կարևորում է վերջերս ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի վերաբերյալ օրենքը, որը հիմք է դառնում Հայաստանի եվրոպական ինտեգրման խորացման համար։ Բանաձևում ԵԺԿ-ն կոչ է անում Եվրոպական միությանը շարունակել աջակցությունը Հայաստանին, խորացնելով տնտեսական և առևտրային կապերը, ողջունում է Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչպես նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրված աջակցությունը։ Եվրախորհրդարանի падգամավորներ Մարիամ Լեքսմանի և Ռասա Յունկևեչենեի հեղինակած բանաձևում բարձր է գնահատվում Հայաստանի գործադրած ջանքերը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Բանաձևը ողջունում է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը Հայաստանը կփոխակերպի տարածաշրջանային խորհրդակցությունների, տնտեսական աճի և խաղաղ գոյակցության կարևոր կենտրոնի։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը բոլոր պակիստանյան ինքնաթիռների համար, այս մասին է վկայում Հարավասիական Հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն կազմակերպությունը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին։ Այն ազդում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ինքնաթիռների վրա։ Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը ուժի մեջ կմտնի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Պակիստանը մի քանի օր առաջ փակել էր իր օդային տարածքը Հնդկաստանի համար։ Մոսկվան պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Ռուսաստանի տարածքից, այդ թվում նոր շրջաններից և Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցությունից։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նշել է հակամարտության կարգավորման Ռուսաստանի պայմանները։ Ուկրաինական ճգնաժամի լուծման առաջարկները լավ հայտնի են։ Ուկրաինական զինված ուժերի դուրսբերումը Ռուսաստանի նոր շրջաններից, Կիևի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումից հրաժարվելը, Ուկրաինայի ապառազմականացումը և դենացիֆիկացիան, ասել է Շոյգուն։ Նա հավելել է, որ Մոսկվան շնորհակալ է BRICS երկրներին ուկրաինական ճգնաժամի հարցում Ռուսաստանի դիրքորոշման ըմբռնման համար։